Նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը մենք մեր առաջ խնդիր ենք դրել հասկանալու, թե զենքով կատարված հանցագործությունները հիմնականում կատարվում են օրինական տրված զենքով, թե նաև անօրինական տրված զենքով, եւ վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, այսպես ձևակերպեմ, որ հիմնականում հանցագործությունները հրազենի գործադրմամբ կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլևս, որովհետև մեր տվյալներով շատ են նաև այնպիսի հանցանքները, որոնք որ օրինական զենքերով են կատարվում, սա առաջին։ Երկրորդը այն մասով, որ մենք ինչպես պայմանավորվել ենք զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի ընդունման շրջանակներում նշել էինք, որ շարունակելու ենք մոնիտորինգի ենթարկել օրենքը եւ հասկանալ, թե օրենսդրական կարգավորումների հետ կապված ինչպիսի փոփոխությունների տեղ որպես այդպեսին ունենք եւ արձանագրել ենք, որ թեև գործող օրենքը զենքի պարգևատրման մասով նախատեսում է որոշակի ինստիտուցիոնալ նոր կարգավորումներ, նպատակ հետապնդելով որոշակի ստանդարտներ նախատեսել, բայց այդուհանդերձ այս նպատակը ամբողջովին չի իրացվել, որովհետև թե ստանդարտ հոդվածի շրջանակներում են առկա երկակի մոտեցումներ եւ թե նաեւ անցումային կարգավորումների մասով, որոնք այդ ձեր նշած իրավիճակով քաղաքացիներին թույլատրել են, թեև պարգևատրական զենքի հիմնական կանոնների նրանք չեն համապատասխանել, բայց անցումային կարգավորումների ուժով թույլ է տրվել որոշակի էլի երկակի մոտեցման կիրառում։ Եվ ըստ այդմ մենք մեր առաջ խնդիր էինք դրել հասկանալու իրավիճակը եւ ըստ այդմ այս երկակի մոտեցումները եւ պետության համար անկանխատեսելի, մոտեցումները հանգուցալուծել եւ առաջարկել որոշակի լուծումներ։ Եվ ինչ ենք մեր քննարկումների արդյունքում պարզել, որ թե օտարերկրյա պետությունների կողմից պարգևատրումների դեպքում եւ թե նաեւ նույնիսկ ներպետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների դեպքում մենք չունենք հստակ ստանդարտներ։ Ստանդարտները պահպանելը շատ կարևոր է այս տեսանկյունից եւ նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ բերել այս զենքի պարգևատրման ինստիտուտում եւ ըստ այդմ չափանիշները նախատեսել, որոնց բավարարելու պայմաններում անձին կկարողանա շարունակել ունենալ այդ զենքերից։ Եթե չեն կարողանա բավարարել այդ չափանիշներին, ապա բնականաբար ենթակա կլինի կամավոր հանձնման Հայաստանի Հանրապետության ոստիկանության։ Ոստիկանությունը հերթական օպերացիաներ իրականացրել Երևանում, պատգամավորին քննադատներին էին բերման ենթարկել եւ 2 ժամ հետո բացվել։ Նախ ես ուզում եմ հասկանալ, ինչ մեխանիզմով է դա իրականացվում, ինչ որ ահազանգ է ստացվում, որովհետեւ երբ որ բերման է ենթարկվում եւ բարձում են որ դա այդպես չէ, նույնը նաեւ Գյումրու քաղաքապետի տեխնատուար Նավակայանի բարակայում է եղել։ Այստեղ արդեն հասկացում որ կա կոնկրետ քաղաքական ինչ որ մեսեջ ուղղված, ոչ թե իրավապահ գործողություն, որովհետեւ եթե դուք օպերատիվ տվյալներին սխալ եք տիրապետում, դուք նկատություն եք անձնապես այդ համակարգը։ Հետևաբար ստացվում է, որ իրականացվում է մասկի շոու։ Ես ավելացնում եմ էթիկին նախարար։ Վստահաբար կավելացնեք, Ամեն անգամ նույն մարդկանց բռնում եք, օպերատիվ տեղեկություն ունենալով իբր ապօրինի զենք կա, տանում եք, տեսնում եք ապօրինի զենք չկա, բաց եք տոնում։ Հիմա կամ օրենքի բացում եք, որ չգիտեք ոնց։ Խաչատուր Սուքեսյանները եք, Արթուր Վանեցյանին ուղեկցող մեքենա արդեն 5-րդ անգամ նույն զենքով տանում եք։ Կամ ձեր օպերատիվ բլոկը լավ չի աշխատում ձեզ սխալազեկություն։ Կամ ուղղակի հաշվի եք, ինչպես գործընկեր ես ասած։ Ինչ է կանում։ Նախ դուք ձեր մոտեցումներով նաև այսպես ասեմ հերքեցիք փայլակի մոտեցումը, որ կա որոշակի քաղաքական նաև հետապնդում որոշ անձանց նկատմամբ, որովհետև ոստիկանության համար, եթե կա օպերատիվ տվյալ զենք զինամթերքի առկայության կամ թմրամիջոցի օգտագործման կամ ցանկացած այլ իրավախախտման մասով չկա որևէ տարբերություն, թե տվյալը որ անձի մասով է ստացվում։ Եթե տվյալը կա, բնականաբար այդ տվյալը պետք է իրացվի։ Տվյալի իրացման արդյունքում կարող է հաջողություն գրանցվել, այսինքն տվյալը կարող է լինել ռեալ, բայց տվյալը կարող է լինել նաև վերջնարդյունքում ոչ հավաստի։ Բայց այդ տվյալը, ամեն անգամ այդպես չի լինում։ Քանի անգամ եք ապօրինի զենք բռնել, օրինակ Խաչատուր Սուքեսյան կամ Արթուր Վանեցյան ուղեկցող մեքենաներում։ Մի դեպք ասեք, որ ապօրինի է։ Դուք տանում եք անհատականացման։ Դուք տանում եք անհատականացման, ես բերում եմ ընդհանրական մոտեցումների դաշտ։ Մի անձի դեպքում Շնորհակալություն, որ ապօրինի է։
Աչքերը մեջ վերում չկլորցնելու հետ կապված դուք նշեցիք, որ ծառայողական քննությամբ կզբաղվեք եւ պատիժ կգրի, բայց ՆԿՆ-ից ինձ վերջերս փոխանցեցին, որ նա ազնվորեն զղջացել է եւ ՆԿՆ-ն ըստ դուք որոշել եք նրան չպատժել, բայց չեք կարծում, որ սա արդեն ստեղծում է իրավիճակ, որ մյուս ծառայողները արդեն այլ խախտումներ անելուց իրենց արտերյալ կզգան, որովհետեւ կտեսնեն, որ գործընկերը չի պատժել։ Անկեղծ կլինեմ, չեմ կարծում, որովհետև ցանկացած իրավախախտման դեպքում պիտի գնահատենք ընդհանուր իրավիճակը, իրավախախտման բովանդակությունը, իրավախախտի վարքագիծը այդ իրավախախտման առնչությամբ, ինչպիսի մոտեցում ունի, խոստովանում է, որ կատարել է որոշակի էթիկական կանոնների խախտում, թե չի խոստովանում, եւ տվյալ իրավիճակում ես ասուլիսի ժամանակ էլ նշեցի, որ իրականացվում է ծառայողական քննություն, ծառայողական քննությամբ այո ֆիքսվել է, որ կա էթիկայի կանոնի խախտում տվյալ արտահայտության կիրառմամբ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ աշխատակիցը կարգապահ որպես այդպիսին աշխատող է հաշվի առնելով կենսագրությունը, անկեղծորեն խոստովանել եւ զղջացել է, որ այդպիսի վարքագիծ է ցուցաբերել տվյալ իրավիճակում, օրենքը թույլ է տալիս նմանատիպ ծառայողի նկատմամբ սկզբում ֆիքսել, այսինքն սա շատ հստակ է, ֆիքսել ենք, որ կա խախտում։ Իսկ կարգապահական տույժի կտորը դա արդեն ըստ իրավիճակի պետք է գնահատվի։ Կարծում եմ, որ ձեզ համար կարևոր է հասկանալ, որ ծառայողական քննությունով ֆիքսվել է, որ կա խախտումը, բայց հաշվի առնելով անձի վարքագիծը եւ անձի ընդհանուր կենսագրականը որոշվել է այս անգամ չկիրառել կարգապահական տույժի տեսքով կոնկրետ նկատի ունեմ, բայց եթե հետևեք նաև ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության մեր հայտարարություններին, տարբեր ամփոփումներին, նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի տարբեր արդյունքներին կնկատեք, որ շատ են այնպիսի ծառայողներ, որոնց որ ըստ իրավիճակի արդեն կոնկրետ կարգապահական տույժեր են նշանակվում կամ աշխատավարձային պահումների որոշակի տեսքով կամ նկատողության, խիստ նկատողության կամ ընդհանուր մինչև ծառայությունից ազատման տեսքով։ Այսինքն ըստ իրավիճակի պիտի գնահատականը տանք, Նարեկ ջան, որովհետև այլև այլ դեպքում ստացվում է, որ մի ընդհանուր գծով, մի կանոնով պիտի բոլորին վերաբերենք եւ արդարության բաղադրիչը այդտեղ բնականաբար Եվ կխնդրեմ անդրադառնալ կենսաբանի դեպքին, երբ որ պետի տեղակալը այլ ծառայողների հետ ծեծի է ենթարկել Արցախից բռնի տեղահանված ասեմ հիշում արու էր այդ տղայանին շնորհություն կա։ Այն փաստաբանի եղբորը չէ։ Դեպքի մասով ահազանգը կար, ահազանգի հետ կապված մենք ունեցել ենք հարուցված ծառայողական քննություն, հաշվի առնելով հատկանիշների, առերևույթ հատկանիշների առկայությունը, դրանք փոխանցվել են գլխավոր դատախազությանը, այս պայմանությամբ արդեն դատախազության եւ քննչական մարմինների տիրույթում է հարցը, երբ որ հանգուցալուծումը լինի, կվերադառնանք ծառայողական քննության։ Նախարար Չարենցավանով մի բան էլ ես վերջերս առիթ եղավ գրեցի մի քանի անգամ, նաև ՆԳՆ-ով ճշտեցի որոշ բաներ, որ տելեգրամյան հարթակներում ոչ միայն Չարենցավանում, նաև հանրապետության այլ համայնքներում, բայց վերջին օրերին Չարենցավանում է ակտիվացել, տելեգրամյան հարթակներով կեղծ մեր լուսանկարներ են տարածում կանանց եւ դրանով շանտաժ են անում եւ գումար շորթում։ Ես կոնկրետ Չարենցավանից գիտեմ, որ մի քանի քաղաքացիներ եւի 10-ից ավել կամ ինչքան տրվել են այդ շանտաժում եւ գումարներ փոխանցել։ Ոստիկանությունը ինչ-որ անձանց ձեռքբերել էր, բայց հետո բաց են թողել։ Այս խնդրի վերաբերյալ ինչ կասեք, թե այդ թմրանյութերի տարածման մասով լուրջ խնդիր կա, որի դեմ իրավապահմակարգը չկարող համարնել եւ թե շանտաժը տելեգրամով։ Իրականում թե շանտաժի առումով, թե թմրամիջոցների ապօրինի շրջանառության առումով ես պիտի նշեմ, որ գնալով որոշակի նուրբ շերտեր են բացում նաև տարբեր առումներով, հանցանք կատարած անձանց դեպքում վարքագիծը եւս փոփոխության է ենթարկվում որոշակի, որովհետև գնալով վիրտուալ տիրույթում են, հիմնականում իրականացվում այսպիսի հանցանքները եւ երբ որ կիրառվում է օրինակ տելեգրամյան ալիքները կամ այլ հնարավորությունները application-ների տրամաբանության մեջ, դրանք ավելի բարդացնում են իրավապահ համակարգի աշխատանքը, որովհետև հիմնականում գործ են ունենում արդեն նաև միջազգային գործակցության շրջանակներում հարցի անդրադարձի հետ, որտեղ որ շատ հաճախ հաջող, այսպես ասեմ, փորձեր չեն ունենում բոլոր դեպքերի մասով։ Իհարկե կան դեպքեր, երբ որ միջազգային գործընկերություն շատ լավ ստացվում է, բայց այստեղ դեռ դաշտ ունենք աշխատանքի, որպեսզի կարողանանք ավելի ընդլայնել մեր գործիքակազմը, բայց իրականում խնդիրը կա, այստեղ նաև կարողությունների խնդիր որոշակի առումով ունենք, սրան զուգահեռ այս խնդիրների, այո, թե տեխնիկական եւ թե նաև գիտելիքներ։ Բռնել եք, ձերբակալել եք, հետո բացվեցին Չարենցավանի դեպքով դրա մասին ինչ մանրամասն կասեք։
ովքեր են ինչու բռնեցիք, ինչու բացողեցիք հետո, թե դուք չեք բացողել քննչականն է բացել։ Դե քանի որ քրեական վարույթ կա նախաձեռնված, ձերբակալման որոշումը արդեն քննիչի կողմից է տրամադրվել, հետագայում արդեն ենթադրաբար բավարար հիմքեր չեն եղել շարունակելու process-ը եւ տանելու օրինակ խափանան միջոցին։ Մամուլով բարձրացված է կողմից հետո մի որոշ ժամանակ դադարեց այդ շանտաժը, բայց երեք տեղեկացա, որ նորից ակտիվացել են նոր մարդկանցների չանցավ են բնակիչներն գրկել, էլի շանտաժ են անում, էլի գումար են կողմում։ Դուք եթե չեք կարող դրա դեմ առնել այս բանը ձեր գործիքական որպես նախարար ինչ-որ ոչ ունեք, ինչ-որ հորդոր առաջարկ, հանրությունը ինչպես դիմակայել դրանց, ինչ անի։ Իրականում ես մի անգամ հարցին անդրադարձել եմ, տարբեր հանցագործությունների դեպքում շատ հաճախ ոչ միայն իրավապահ համակարգի կարողություններին է վերաբերում, հա, հարցը, այլ նաև հանցանքից տուժած անձի վարքագծին է վերաբերում, որովհետև կան որոշակի խումբ հանցանքներ, որտեղ տուժածի վարքագիծը չափազանց կարևոր նշանակություն է ունենում հանցանքի վրա հասնելու հետ կապված, շատ հաճախ ունակ պայմանականորեն տարբեր համակարգչային հափշտակությունների թեմաներով կամ կիբերհանցագործության այլ դրվագների հիմքերով անձինք ընդհանրապես տարբեր հարթակներում լրացում են իրենց անձնական տվյալները եւ սա բերում է կրկին հանցագործության իրականացմանը։ Հորդորս մեր քաղաքացիներին հնարավորինս անվտանգ գործել վիրտուալ միջավայրում։ Մենք սկսել ենք արդեն կիբեր մարտահրավեր հաղորդումների շարքը, որտեղ որ առանձին այս դրվագներին, որոնք ձեր նշած օրինակով շատ տարածված են, փորձում ենք դրանց անդրադառնալ եւ բացատրել մեր քաղաքացիներին, թե ինչպես պետք է լինի իրենց վարքագիծը, որը թույլ կտա հնարավորինս զերծ մնալ այս իրավիճակներից, իսկ եթե զերծ մնալու տարբերակ որպես այդպեսին չի լինում, եւ որում վերջերս շատ հաճախ են այդպիսի դեպքեր լինում, արդեն պետք է դիմեն մեր մասնագիտացված ստորաբաժանմանը, որպեսզի կարողանանք հնարավորինս օժանդակել process-ին։ Դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնում, արժևում եք ընտրություններին, այսօրին արդեն որոշակի առումով ախազանգեր կան, որ տարբեր վայրերից բերում են քաղաքացիների գրանցումը, Գյումրիում, չգիտեմ որքանով եք ծանոթ այդ հայտարարությունների, Հայաստանի քաղաքացիներ ախրքալակից, եւ նաեւ այնուամենայնիվ ոստիկանությունը ապա քաղաքական է, թե հաշվի առնելով այն, որ դուք քաղաքական պաշտոն եք զբաղեցնելու, իրենք եւս որոշակի առումով քաղաքականացվում են, եւ նաեւ այդ ընտրացուցակների անճշտությունների եւ ահազանգերի վերաբերյալ։ Նախ առաջինը, թեև իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է, բայց կա շատ հստակ դերաբաշխում ներքին գործերի նախարարի եւ ոստիկանության աշխատանքի մասով եւ ոստիկանությունը շարունակում եւ շարունակելու է իրականացնել ապաքաղաքական գործունեություն։ Եվ ընտրացուցակների մասով ես պիտի ասեմ, որ արդեն ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքեջում նախնական ցուցակները հրապարակված են եւ այս նախընտրական ցուցակների մասով, որպեսզի կարողանայինք հստակեցնել, հասկանալու կա օրինակ անճշտություններ տվյալներում, կան օրինակ մահացածներ, որոնք դեռևս շարունակում են մնալ ցուցակներում, համայնքային ոստիկանության օժանդակությամբ միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը վերջնականացրել է այս ցուցակները եւ արդեն դրանք հանրային տիրույթում հասանելի տվյալներ են եւ ընդհանրապես եթե մեր քաղաքացիները նկատեն տվյալների հետ կապված որոշակի անճշտություններ կամ լրացուցիչ ցուցակներ գրավելու հետ կապված հարցեր առաջանան, բնականաբար ըստ ընտրական օրենսգրքի այս կանոնները աշխատում են, խնդիր չկա։ Քաղաքացիները ախրքալակիցները օրինակ կայքեն Գյումրիում, կընտրեն եւ կգնան։ Ես անկեղծ ասած թեման, երբ որ ինձ հայտնի դարձավ, որ մեդիա դաշտում շրջանառվում է այդ թեման, շատ անակնկալ էր, որովհետեւ առնվազն օրենսդրությանը ծանոթ մարդիկ պիտի ունենան, որ այսօր գրանցվելով Գյումրիում կամ Փարաքյարում դա չի տալու անձին հնարավորություն մասնակցելու մարտի վերջին ընթացող ընտրություններին, որովհետև անձը պետք է ունենա որոշակի ամսական կտրվածքով հաշվառում տվյալ բնակավայրում, որը որ նրան ընտրական իրավունքի հնարավորություն կտա։ Եթե անձիկ տվյալ ժամկետից առաջ են գրանցվել եւ շարունակում են այնտեղ բնակություն հաստատել, բնականաբար ըստ օրենքի տվյալ անձինք ունեն ընտրական իրավունք։ Այս մասով նախարարությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես եկել է եւ եթե լինեն համանման ահազանգեր, խնդրում եմ ուղղորդել նախարարություն, մենք բարձրաբանումները կտանք։ Շնորհակալություն։